Շնորհակալություն, անչափ շնորհակալություն, բայց չգիտեմ ում հայտնեմ Դաշնակցության քաղաքական հոգեհանգիստը այսքան հանդիսավոր կազմակերպելու համար, որովհետև հիրավի այդպիսի մեծ եւ երկար պատմություն ունեցող մարմինը արժանի է այսպիսի հանդիսավոր հոգեհանգստի։ Սիրելի ընկերներ, հնարավոր է, որ դուք հիմա ժամանակ առ ժամանակ այսուհետ Անդր Շիրիմյան աղաղակներ լսեք, մի անհանգստացեք, դա Դաշնակցությունն է քաղաքական հանդերձյալ աշխարհից ուզում վերադառնալ քաղաքական ակտուալ կյանք եւ ոչ մի կերպ չի հաջողում։ Իսկ թե երբ արձանագրվեց այդ իրողությունը, կասեմ մի փոքր անց։ Բայց մինչև մի քանի ելույթի անդրադառնամ ցույց տալու համար, որքան ոչ արդիական է։ Իհարկե ես կարող եի այս անեկդոտը վերջացնել այնտեղ, որ ասեի Դաշնակցությունը պաշտպանում է սահմանադրական կարգը։ Դա արդեն իսկ ամբողջությամբ կարտահայտեր է մարազմը, այն աբսուրդը, որ տեղի էր ունենում այսօր այս դահլիճում, բայց կվերադառնամ մի քանի արձանագրումների։ Տիկին Լիլիթ Գալստյանը մեղադրելով պարոն Հակոբյանին քաղաքական խոսքի մեջ, ասես, եթե չեք ընդունում, որ այն նախադասությունը, որ մենք ներկայացրել ենք քաղաքական է, ապա ինչպես կմեկնաբանեք, մոտավորապես են վերարտադրում, որ դուք ասում ա, եկեղեցու մասին գնահատական եք հնչեցրել։ Եվ ավելացում է, սա ակնհայտ քաղաքական խոսույթ է։ Պարոն Աղաջանյան, ձեր հարցի պատասխանն է։ Եկեղեցու մասին պատկերացնում եք մարդը եկեղեցու դավանաբանական կրոնի հավատի մասին միտք հնչեցնի եւ ինչ որ մեկի գլխում առաջանա, որ սա քաղաքական գնահատական էր, որ դեպքում դա կարա լինի։ Իհարկե այն դեպքում, երբ եկեղեցու քաղաքականացված թևը ամբողջ եկեղեցուն մխրճել է քաղաքականության մեջ։ Պարոն Գեղամ Մանուկյանը հասավ այնտեղ, որ խոսքի ազատությունն ու գաղափարների բազմազանությունը հանգեցրեց 004 շրջափերականին։ Ասում եմ, մեր գաղափարների բազմազանության կոնտեքստում ենք մենք տենց մտքեր ասում, նես չի, որ դա մեր Հայաստանի ինքնիշխանությունը այդպես զոհելը մեր ընդհանուր գաղափարական կիսն է, ուղղակի մենք այդպես բազմազան ենք, դրա համար է տենց ստացվել։ Ինչ տեղի ունեցավ հետո։ Հետո եկավ պարոն Մինասյանը։ Կհիշեք, մեզ Դաշնակցությունը ասում էր, որ չի կարելի դատել հոգևորականներին, չի կարելի դատել մտավորականներին, չի կարելի դատել հայ կնոջը, չի կարելի դատել մի խոսքով։ Ինչ-որ մարդկանց խմբերի չի կարելի դատել։ Գիտեք, այսօր ուր հասավ պարոն Մինասյանը իր խոսքում։ Ասեց, Հայաստանի բանտերում հայեր են նստած։ Պարոն Արտվիկ Մինասյանը, Ժորժ ջան, հայը հային կդատի։ Ասենք ոչ կարելի է հայը հային նստեցնի բանտ։ Չի կարելի դատել հայերին, Ժողովուրդ ջան, հայերը ընդդատյա չպիտի լինեն։ Համաձայն եք։ Շնորհակալություն։ Տիկին Վարդանյանը ասում է, դուք ասում է, ուզում եք մեզ ճնշել, այն պարագայում, երբ որ միթե որևէ քաղաքացի կամ սուբյեկտ իր իրավունքները չի կարող պաշտպանել իրավական գործիքներով, այսինքն հիմա իրանք իրանց դաշնակցական իրավունքները իրավական գործիքներով պաշտպանում են, մենք էլ տենց դեմ ենք դրան։ Այս այն դեպքում, երբ որ օրինակ սրբազաններից մեկը, Գևորգ Սրբազանը դիմել էր դատարան իր իրավունքները խախտվելու կապակցությամբ, էլի տենց վազեվազ եկան, ասեն, ընդդատյա չի, եկեք օրենքին չանդրադառնանք, այստեղ սուրբ բան է կատարվում, այնտեղ այն մյուս տեղը սուրբ չի, էլի բան են անում։ Սրբի ու ոչ սրբի իրավիճակների են բաժանում, բայց տիկին Քրիստինե Վարդանյանը ավելի հետաքրքիր բան ասեց, պարոն Եղոյան, չէ, Արման Եղոյան, եթե չեմ սխալվում, ասեց, եթե մենք լինեինք իշխանության, Հակոբ Մովսեսը չէր կարողանա այդպես խոսել, թե չէր խոսի այդպես։ Մի անհանգստացեք, սիրելի արգելի դաշնակցականներ, դուք չեք լինի իշխանության։ Եվ դա ոչ թե նրա պատճառով է, որ ինչ-որ մեկը ձեզ կխանգարի, դուք ամեն ինչ արել եք դրա համար։ Ոնց որ այս օրը պետք է պատմության գրքում գրվի, թե ոնց չի կարելի զբաղվել քաղաքականությամբ։ Եվ երբ ես արձանագրեցի Դաշնակցության քաղաքական մահը, ուրեմն ինչ էր տեղի ունեցել մի երկու օր առաջ, կհիշեք։ Հայաստանը
Միացյալ Նահանգների հետ սկսել էր ռազմական համագործակցություն։ Հայաստանը հասանելիություն էր ստացել Միացյալ Նահանգների միջուկային խաղաղ տեխնոլոգիաներին աշխարհի 51-րդ երկիրներ է առումով դարձել։ Հայաստան 4 միլիարդ դրամի ներդրում էր բերել ունենալու արհեստական բանականության ոլորտում։ Հայաստանին թույլատրվել էր գնել միկրոչիպեր Միացյալ Նահանգներից, որ եզակի երկրների այդ տեխնոլոգիաները հասանելի։ Այդ հաջորդ օրը հայտարարությունների ժամին Գառնիկ Դանիելյանը եկավ մոտեցավ Էսամբյոնին եւ խոսեց Երևանի ասֆալտի ճաքերից։ Երևանի ասֆալտի ճաքերից։ Ժողովուրդ ջան, Երևանի ասֆալտի ճաքերը, ինչպես նաեւ բազում այլ ճաքեր, որ տեղի են ունենում առօրյա կյանքում, շատերին է հետաքրքրում, մեզ էլ է հետաքրքրում։ Մենք կարանք գնանք ասֆալտի ճաքերով զբաղվենք, բայց հասկանում եք Գառնիկ Դանիելյանը, գիտեք որտեղից է հասել նահանջելով։ Ոսկեպարից Արցախով հասել է Երևանի ասֆալտի ճաքերին։ Իզուր չի, որ ինքը խրամատի հետ համեմատեցինք, խրամատավորված հետ է եկել հասել է Երևանի ասֆալտի ճաքերին։ Ոնց կարելի է առանց արձանագրելու, թե ինչ պայմաններում ենք գտնում։ Դուք պատկերացրեք, ես 44-օրյա պատերազմի ժամանակ կամ ջերմուկյան մարտերի ժամանակ վեր կենայի սկսեի խոսել Երևանի ասֆալտի ճաքերից։ Գառնիկ Դանիելյանը իր մտքում դեռ խաղաղություն չի հաստատել, ասում է, նկատի ունեմ Գառնիկ Դանիելյանը ասելով ամբողջ այդ դաշնակցական մտածողություն ունեցող մարդկանց։ Այդ մարդիկ ասում են, որ հեսա Հայաստան կործանվում է, պետքա փրկենք, փրկիչ են ման գալիս, այս կողմում են, կողմում երկրում, փրկիչների են ման գալիս, որտեղ կործանվում ենք, վերջ, վաղը մյուս օրը չենք լինելու, խաղաղություն չկա, բայց եկեք խոսենք Երևանի ասֆալտի ճաքերից։ Ինչի՞։ Որովհետև մարդկանց իրոք հետաքրքրում է Երևանի ասֆալտի ճաքերը, բայց Երևանի ասֆալտի ճաքերից կարող խոսեմ ես, ձեզանից յուրաքանչյուրը, մենք կարանք խոսենք դրանից, որովհետև մենք արձանագրել ենք, որ խաղաղությունը եկել է, խաղաղություն է հաստատված Հայաստանում եւ կան այո բազմաթիվ ճաքեր առօրյական կյանքում, որոնց մասին կարելի է մտածել եւ հոգ տանել։ Այն երրորդ հանրապետության կոնֆլիկտի տրամաբանության միջից գալ եւ Երևանի ասֆալտի ճաքերից խոսալը զավեշտալ վիճակում է դնում պարոն Դանիելյանին եւ իհարկե մնացած ճաքերից խոսացող մարդկանց։ Իհարկե Երևանի ասֆալտի ճաքերը շատ կարեւոր են եւ մենք այդ ճաքերը կնորոգենք, ջանք չենք խնայի դա հնարավորինս արագ անել, բայց դաշնակցության քաղաքական գաղափարախոսության ճաքերը ինձ թվում է այլևս ոչ ոք չի կարող նորոգել։ Շնորհակալություն։